Պարոն Խոջյան, դուք քաղաքում շինարարությունը չեք կանգնեցրել, չէ՞։ Ոչ։ Պարոն Հարությունյան, դուք քաղաքում ավտոմեքենաները բոլորը չեք արգելել, չէ՞։ Ոչ։ Պարոն Բեգոյան, դուք շարունակում եք ձեր ծրագրերը եւ դժվար թե հազարավոր հեկտարներով կանաչապատ նոր տարածք ստեղծած լինեք քաղաքում։ Շատ լավ, հարգելի գործընկերներ, սիրելի երևանցիներ, իրականում օդի որակի խնդիրը Երևան քաղաքում մեծապես պայմանավորված է օդի ինվերսիայով, բնակլիմայական պայմաններով եւ մեր աշխարհագրական դիրքով, բայց ինչպես ճիշտ Տիկին Հայկազյանը նշում է, մենք ունենք որոշակի լծակներ, թեկուզ շատ փոքր չափով, բայց ազդելու օդի որակի վրա եւ այդ առումով ամբողջապես այն աշխատանքները, որոնք որ արվում են, կարծում եմ, են որոշակի ազդեցություն թողնելու են, բայց ինչ վերաբերում է գլոբալ փոփոխություններին, մենք այնուամենայնիվ պետք է շարունակաբար դիտարկենք մեծ ծավալով կանաչապատման աշխատանքները Երևան քաղաքից դուրս, որպեսզի կարողանանք թեկուզ որոշակի պատնեշ ստեղծել այն քամիների համար, որոնք որ բերում են այդ սմոգը, այդ օդը դեպի քաղաք, շատ դժվար բան եմ ասում, բայց կարծում եմ իրագործելի բան է եւ այդ ուղղությամբ պետք է աշխատենք։ Ինչ վերաբերում է հանքերում եւ շինհրապարակներում նոր սահմանափակումներն, պարոն Խոջյան, դուք այսօր ունեք չէ զեկույց, հա, հենց հիմա մի հատ եկեք անցնենք ձեր զեկույցին։ Պարոն քաղաքապետ, ձեր հանձնարարականի կատարումը ապահովելու նպատակով աշխատակազմի համապատասխան ստորաբաժանումների մասնագետների կողմից իրականացվել են կառուցապատվող շինարարական օբյեկտներում շրջայցեր, որի շրջանակներում բոլոր բազմաբնակարան բնակելի շենքերի կառուցապատողները նախազգուշացվել են շինարարական հրապարակները պատշաճ կազմակերպելու եւ կահավորելու ուղղությամբ։ Մասնավորապես տեղեկացվել են փոշեքլանիչ ցանցերի, ջրցանց հնդանոթների եւ բեռնատար մեքենաների անվադողերի լվացման գործընթացը պարտադիր կազմակերպելու համար։ Հարկ եմ համարում նշել, որ կան կառուցապատողներ, որոնք արդեն կազմակերպել են նշված պահանջների կատարումը, մասնավորապես Անի Preum Development, Renshin, Գյուրջան այգիներ, Or Development, ML Mining, Կամ Development ՑՊ-ները եւ Լույսեր ՓԲ ընկերությունը։ Հարգելի պարոն քաղաքապետ, մեր կողմից նշված գործընթացի նկատմամբ իրականացվող վերահսկողությունը կրում է շարունակական բնույթ եւ ձեռնարկվում են անհրաժեշտ միջոցներ նշված պահանջները բոլոր շինարարական հրապարակներում ապահովելու ուղղությամբ։ Շնորհակալ եմ, մի հատ խնդրեմ նորից դնեք էլի տեսանյութը։ Պարոն Խոջյան, ճիշտ եմ հասկանում, որ հիմնականում խոշոր կառուցապատողների բազմաբնակարան չորրորդ ռիսկայնություն, համալիրներ եւ արդեն իսկ տեղի են ունեցել որոշակի կոնկրետ քայլեր։ Քայլեր կան ձեռնարկված, պարոն քաղաքապետ, կան նաեւ միջոցներ ձեռնարկված կառուցապատողների կողմից, որը իրավական ակտերով դեռ ամրագրված չեն, բայց արդեն իրենց պատրաստակամությունն են հայտնել այդ գործընթացին մասնակցելու եւ համապատասխան միջոցներ ձեռնարկելու ուղղությամբ։ Շատ լավ, ես ռեժիսորին խնդրում եմ այնուամենայնիվ տեսանյութի վրա հիմնական շեշտը դնել, որովհետեւ իրականում այս վերջին 2-3 շաբաթների ընթացքում մեր կառուցապատողները իրականում որոշակի տեսանելի փոփոխություն կա եւ նաեւ տեսնում եմ նաեւ այդ ջրային այդ թնդանոթները կա, այո, արդեն որոշ տեղեր արդեն տեղադրված են, մյուս կառուցապատողներն արդեն գործընթացը կազմակերպել են, որպեսզի ձեռք բերեն այդ թնդանոթները։ Շատ լավ, շնորհակալ եմ։